Հայ-ադրբեջանական հարաբերությունները 2026-ին կսրվեն։ Էկոնոմիստ պարբերականը 2026 թվականի համար աշխարհում առանձնացրել է 21 կոնֆլիկտային օջախ։ Պասիվ, բայց լարված օջախների շարքում հայտնվել է նաև մեր տարածաշրջանը։ Չնայած խաղաղ գործընթացի մասին պաշտոնական հայտարարություններին, հայ-ադրբեջանական հարաբերություններում շարունակում են չլուծված հարցեր մնալ։ Ինչքան էլ կողմերը շարժվել են դեպի ինչ-որ խաղաղություն, դեռ դա մենք չենք հասել, չի ստորագրվել խաղաղության պայմանագիր, ահագին հարցեր կան, որ վերջնական լուծում չեն ստացել, նույն օրինակի համար TRIP-ի հետ կապված, ճանապարհի հետ կապված, որ պետք է անցնի, Հայ-ադրբեջանական հարաբերություններում կա լարվածություն, եւ պարբերականը արձանագրել է այդ լարվածությունը, ասում է քաղաքագետ Արմեն Մանվելյանը։ Էկոնոմիստը որպես չեզոք դիտորդ հաշվի է առել ուժերի անհավասարակշռությունը։ Հայաստանը սառեցնում է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, կրճատում պարտադիր զինծառայության ժամկետը, այդ ընթացքում Ադրբեջանը շարունակում է ընդլայնել իր ռազմական ներուժը տարբեր ուղղություններով։ Ադրբեջանը շարունակաբար զինվում է, ամենից շաբաթ, որ դեպի Ադրբեջան զենքի հերթական պարտեն չգնա կամ Թուրքիայից կամ Իսրայելից կամ եվրոպական որոշ երկրից։ Պլյուս դրան էկոնոմիստները հաշվի առնում են բացը, որ Ադրբեջանի տարածքում անընդհատ զորավարժություններ են տեղի ունենում։ Մի զորավարժությունը փոխարինում է մյուսին։ Մինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը միջազգային հեղինակավոր հարթակներում ներառվելիս հաշվի են առնվում երկու երկրների ռազմական ներուժն ու ձեռքբերումները, ադրբեջանագետը հնարավոր սրացումները կապում է ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի շահերի հետ։ Դա լինելու է Նիկոլ Փաշինյանի, իսատար Նիկոլ Փաշինյանին, որ եթե դուք Նիկոլին չընտրեք, ապա լինելու է պատերազմ, զոհեր եւ այլ եւ այլ։ Այսինքն Ալիևը դրանով պատժ կանել Նիկոլին հունիսի ընտրություններին։ Ադիբեկյանի կարծիքով ներքաղաքական գործոններից բացի այս համատեքստում կարևոր դեր է խաղում նաև Թուրքիայի առկայությունը։ Անդրկասպյան գազատարի կառուցումով Ադրբեջանի հետ ռազմական անվտանգության պայմանագրի երկարաձգումով Թուրքիան բացահայտ ընդգծում է իր աջակցությունը Ադրբեջանին։ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ ցանկացած ճակատավոր Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը բերելու են Թուրքիայի միջամտությանը։ Քաղաքագետ Արմեն Մանվելյանն էլ մատնանշում է տարածաշրջանում ուժերի կուտակումը, հատկապես Ադրբեջանի ռազմական ակտիվությունը։ Զինտեխնիկայի մատակարարումներ, մշտական զորավարժություններ եւ կոշտ հռետորաբանություն։ Այս ամենը ըստ փորձագետի չեն վրիպել պարբերականի վերլուծաբանների աչքից։ Էկոնոմիստը կանխատեսում այլ նշել են օջախները, որտեղ կան լարվածությունից, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կան լարվածություն, սա փաստ է։ Ընդհանրապես էկոնոմիստը այդ փաստը շատ պարզ կերպով մատնանշել, անկախ այսօրվա Հայաստանում գործող քաղաքական ռեժիմի կեղծ ու սուտ հայտարարություններից, իբրև մենք խաղաղության Էկոնոմիստի եզրակացությունը ըստ մասնագետների ոչ թե սենսացիա է, այլ սառը արձանագրում այն իրականության, որ տարածաշրջանային լարվածությունը շարունակում է պահպանվել, հետևաբար ցանկացած նմանատիպ ռազմական լարվածություն վաղ թե ուշ կարող է վերածվել բախման։